Սա Նանսենի փողոցն է, առաջին մասիվի հիմնական փողոցներից մեկը։ Այսօր փետրվարի 24-ն է, 2.5 ամիս է փողոցը ընդհանրապես չի մաքրվել ու հիմա մի բանով ցույց տամ ու այս շաբաթ իբր պիտի ամբողջը մաքրված լինի։ Հիմա մի փողոցի փոքր հատվածի օրինակով նայեք հələ աղբի մակարդակը էլի։ Հələ ստեղ այս աշնան տերևները հələ կգա ստեղ։ Աշնան տերևներն են թեղիների դեռ այստեղ։ Հələ սա մայթի մոտ, իսկ հիմա մի քիչ այս կողմում էլի փողոցի նայեք, մի փոքր հատվածից ինչքան աղբ կարելի է հավաքել։ Շատ լավ բան Կատվալյան, այսինքն այս շաբաթվա ընթացքում ամբողջապես կարող ենք ֆիքսել, որ մաքրված կլինեն փողոցները ավազի մնացորդներից։ Այո, քուանշ, պարոն Կատվալյան։ Նրանց համար ովքեր չգիտեմ, ասեմ, որ քուանշը մի տերմին է, որ օգտագործվում է բլոտ խաղի մեջ, դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար։ Ու պատկերացեք, մասիվում ինչքան սենց փողոցներ ու 9 օրվա ընթացքում ընդամենը մի փողոցն է մաքրվել, Գայ Պողոտան են էլ կիսատ։ Իսկ սա Չարաբաստիկ Թոթովենց փողոցն է, արդեն երկրորդ զանգված։ Այսքան աղբ ու ամբողջ Թոթովենց փողոցը ծայրից ծայր ու զույգ մայթերով հլսակ։ Իսկ հիմա տեղափոխվեցինք Մոլդովական փողոց, սա նոր արած ասֆալտն է, այսինքն այստեղ ասֆալտ քերված չի ու հիմնականը էլի այդ փռած փոշինա փողոցի բանի ավազու փոշինա ու քանի որ փոշին այն կողմից անում, դու այն կողմից կնկարես ու կրկին ամբողջ փողոցը աղբի մեջ կորած։ Էլի մի մետր հատվածին մաքրենք, տեսնենք ինչքան աղբ կտուտակվի։ Մի մետր հատվածը փողոցի կարծում եմ լավ երևում է։ Ու այս ամբողջը արդեն բարձ օրինակով կերևա շարունակությունում ամբողջ փողոցը ծայրից ծայր եւ այս հատվածում եւ այս։ Եվ երբ որ ես ամբողջ աշնանը հեղեղատարներ էի մաքրում ու մարդիկ ասում էին, բա ոնց է լցվում, այդ հողը ոնց է եկել լցվել։ Կարծում հիմա պարզ է, այդ ինչ հող է լցվում հեղեղատարների մեջ, հիմա սա ամբողջությամբ խցանված է։ Այսինքն ամբողջությամբ խցանված։ Ու հենց այս ավազը չմաքրելը պատճառ է դառնում, որ սա լցվի։ Հենց մի հատ էլ անձրև եկավ, եթե սա չհասցրեցին մաքրել, ամբողջությամբ լցվելու է ներս։ Ու ամբողջ փողոցը միջև վերջ։ Նայեք, մի հատ մաքուր հատված գոյություն չունի։ Տեղափոխվեցինք նոր երկրորդ զանգվածի Դավիթ Մալյան փողոց, սա Ավանի հետ բանն է, կիսորդն է, էլի, չգիտեմ, փողոցը կոնկրետ Ավանը պիտի մաքրի, թե նոր-նորքը։ Ավելի ճիշտ ԵԱՍՄ-ի Ավանի ներկայացուցիչն է, թե նոր-նորքի։ Փողոցը ցույց տու ընդհանուր, էլի նույն վիճակն է։ Հիմա Դավիթ Մալյան։ Դավիթ Մալյան, մենք գնացինք ընդամենը այնքանից էլ մի հատ բան։ Մենք ընդամենը շրջեցինք նոր-նորքի 4-5 փողոցներով ու տեսակ, որ ամենուր նույն վիճակն է, ամենուր չմաքրած։ Ու այսպես ամբողջ փողոցը կարանք շրջենք եւ տեսնենք, որ նույն վիճակն է։ Դավիթ Մալյան։ Նույն հանդիպած մայթն է։ Լսելի, սա այս պոյումին բացել են, կամ մեկը գիտեմ, ու պոյումի մեջ հանածները լցրստեղ, այսենց, այն ինֆորմատիկը դարձել մաքրելա, բաց երևում ատարբերությունը, այստեղ, այս վիճակը։ Սա արդեն Ավանի 4-րդ փողոցն է։
Ավան վարչական շրջան, Ավանի 4 փողոց է կոչվում։ Արի դիմացի մայթել գնանք։ Նույն փողոցի դիմացի մայթը, որպեսզի չմտածեք, որ մենակ մասիվում է տենց վիճակ, ուղղակի ժամանակ չկա ամբողջ քաղաքը շրջել ու ցույց տալ այս պատկերը, բայց ինչ եմ ես առաջարկում, նախ այս տիպի չոտքեր է պետք ավելներ սա մաքրելու համար, այս ավազը սովորական ավելով չի մաքրվում, իսկ երբ որ լապատկով եք վերցնում բահով, էլի լավ չի մաքրվում։ Երկրորդը անհնար է սա մաքրել ԵԱՍՄ-ի ուժերով մի շաբաթվա ընթացքում, անհնար է։ Դրա համար պետք է ներգրավել ուրիշ ուժեր, չգիտեմ, կանաչապատմանը խնդրել, թեկուզ վճարովի այլ ծառայություն, ներգրավել, 1 շաբաթ, 2 շաբաթ տրամադրել ու քաղաքը կարգի բերել։ Այլապես հենց մի հատ էլ անձրև եկավ, հենց մի հատ քամի եղավ, քաղաքը փոշու մեջ, աղբի մեջ ավելի շատ կորելու է ու մարդիկ կրկին ամիսներ շարունակ էլ ավելի շատ փոշի են շնչելու, քան շնչում էին անցած տարի։ Լվովյան առաջին մասիվ Լվովյան փողոց, Լվովյան փողոցում չգիտես ինչը մաքրես էլի, փողոցի բոլոր կողմերը կատաստրոֆիկ է։ Նայեք։ Քայլենք այն կողմ դեպի։ Սա հեղատարը նոր են տեղադրել, նայեք։ Էսի հեղատարն է, էսի փողոցի կողքերն է։ Լվովյան, գնա։ Դու գնա անտեղից ինձ նկարի, էլի։ Լվովյան, այսպես քայլում ենք, այստեղ չգիտես, այս ավազը այնքան շատ է, չգիտես էլ արդեն տակը ասֆալտ կա, չկա, այս ինչ է вообще։ Այք։ Այս Լվովյանն է, այստեղ ավազ, քանդված ասֆալտ, բայց տակը նայեք, ասֆալտ է, բայց երբ որ գալի անցնում ես այստեղով, չես էլ պատկերացնում, որ ասֆալտ է, էլի, քեզ թվում է այստեղ ուղղակի շեբեն է լցրած, բայց փաստացի նայեք։ Փաստացի այստեղ ասֆալտ է։ Չգիտեմ, եթե ինչ-որ մարդ մտածում է, որ իրանք կհասցնեն այս բոլոր փողոցները մաքրեն մինչև 2 շաբթի օր, հաջորդ շաբաթ նորից այս տեսանյութը կանեմ ու ցույց կտամ Երևան քաղաքի փողոցների վիճակը ու կտեսնեք, թե քո անշը աշխատեց, թե չէ։